Բազմից ենք անդրադարձ կատարել Նինո Զմիդայի մշակութային կյանքին ու գործունեությանը։ Այսօր եւս քայլեր սուղեցինք մշակութային ասպարեզ։ Մեկամսյա դադարից հետո կրկին սկսվեցին մշակույթի տան Սայաթ-Նովա աշխուղական համույթի պարապմունքները։ 2025 թվականի բեղմնավոր աշխատանքի արդյունքը գոհացուցիչ էր։ Ինչպիսի ծրագրեր են նախատեսվում 2026 թվականի համար։ Հարցազրույցի ընթացքում մանրամասնեց համույթի ղեկավարը։ Մենք սկսեցինք երկին պարապմունքները ամսու 1-ին փետրվարի արձակուրդ ունենք ամիսը, մենք այդ մի ամիսն ունենք արձակուրդ ու մեր ծրագիրը պրոգրաման շատ խիտ է, փառատոններ շատ ունենք, անցած տարին 25 թիվը մեզի համար միշտ եղել է հաջողության տարի եւ հույսով եմ այդ օրը վերնոր արդեն մենք նորից փառատոն ունենք միջազգային է մեղեդին էր ու հիմի արտ մյուզիկն է միջազգային փառատոն է ու մենք արդեն հայտերը գլարացնենք հույսով եմ որ այս անգամա մեծ հաջողությունով կուքանք ունենք արտ երկրներ էլի նորից հրավերներ գիտես ինչ է շատ անգամ ֆինանսի հետ է կապված բայց երևի որ էդիկ հաշվի չառնենք արդեն եթե երեխան կուքա հասնիկը տեղ ուրեմն ինքը մեծ բեմ դիտուս կա բայց դիք թե մեծ կապ չունի ես էդիկ կհասկնամ որ եթե մարդը ինքը արվեստին նվիրված է ուրեմն գործը իրան գործ ճիշտ դինի ինքը դի ցեկտե որ իրան երեխեքը իրան աշակերտները հաջողության հասնին ես ամիջապես ինքս երկչուհի եմ եւ էդիկ շատ լավ կհասկնամ իմ հաջողությունս միշտ եղել է ժողովուրդը ինձ գնահատել է ինձ ողջունել է կապ չունի երբ եմ երկե երբ չեմ երկե հասել եմ այդ հաջողություններուն շատ լասարան ունիմ այդ լասարանը մեզի միշտ հետ է ժողովուրդն է էլի նորից ես սկսեմ ժողովուրդը մեզի հետ է մենք ժողովրդին հետ ենք ես կուզեմ որ ժողովուրդն ակիչը մեր գուշտը կայնի Իշքան որ հնարավորություն ունի, չունի, գոնե քիչ մասով կրնան ֆինանսավորեն, կրնան չֆինանսավորեն, հաջողություն մաղթեն մեզի, հեչ մեկին չենք պարտադրել, այսօրվա դերությամբ հասկանանք, որ ինչպես ուռին ու բարտին ամեն մարդ իր դարդին խոսք ընկա, չէ, երկի մեջ միշտ կօգտագործենք։ Բեմահարթակ բարձրացող յուրաքանչյուր երեխա հայելին է իր վարպետի։ Նրա ամեն մի շարժում ձայնային ելևեց նրա աշխատանքի արդյունքը, իսկ դահլիճից հնչող ծափողջունները հանդիսատեսի գնահատականը։ Արվեստի ամեն մի շարժում ու քայլ գաղտնիություն չունի, այն երևելի է ու գնահատելի։ Մենք արվեստի մարդ ենք, կյանքում չենք թողնի արվեստը։ Ես ինչքան որ շունչ ունիմ, ինչքան որ իմ հնարավորությունս հերիքեն է, մինչև վերջ ես պայքարեմ գոր հայ արվեստը, հայ երգն ու երաժշտությունը չկորի։ Մեր կուլտուրայի բաժինը մեզի հետ կայնած է, այն մարդիկ վերոնք որ մեզի հետ աշխատել են ու կուզեն աշխատել, տարբերություն չկա մեր Թիֆլիսում է, Երևանում է, արտ երկրում է, ես շնորհակալ եմ այն մարդոց նոր, վերոնք մեզի իրոք ցանկություն ունին լսելու։ Վերեք ողջունենք այն մարդոցը, վերոնք որ իրոք երկը հոգեց այդ քալած բան է դու հոգի ունիս եթե մասնակցես եթե կուզես որ իրոք հասնիս բանի շատ դե աշխատիս շատ է պետք աշխատել մե բանին վերադի չաշխատիս որ всё էսի քերիք է մե ադամ քանացել ենք քերիք է տարմանը մեջ չէ մենք այս տարին լարիվ ունենք փառատոններ նու համերգային ծրագիրին մասին ես նորից ձեզի կսեմ մեր երկի ամիջապես մեր երկի ոչ թե աչոտնի, այլ համերգային ծրագիր։ Ես կուզենամ որ այդ իմ երեխեքս վերոնք ավարտել են կուզեն եւ սորվինգը լարիվը մասնակցեն։ Ես չեմ թողնե մարդու բաց որ հնարավորություն ունի, կապ չունի ամուսնացած չէ, ես գիտեմ դա երկի հեշ մի բանին բեմեն են իրանք ամուսնացե Այսօր կուզեմ սաղ երջանիկ ելնին, եթե ցանկություն ունին, մենք բեմը միշտ կսպասե իրանց ու մենք էլ կսպասենք։ Շնորհակալություն ձեզնեն ձեր աշխատանքի համար, այսօր որ մեզի դուք կուզեք բարձրաձայնեք որ այս ժողովուրդը կաշխատի, պետք է իրանց օգնել եւ ձեզի եւ մեզի եւ բոլորին
ովքեր մեր կուշտը կայնած են, շատ շնորհակալություն։ Թե ինչպես կընթանա հետագայում Սայաթնովա աշխուղական համույթի աշխատանքային ուղին, մեր լրատվականը միշտ հետևողական է։ Ցանկանանք նրանց բարձր ու զնգուն ծափողջուններ։